Доброе утро, девчата. Մամ քանի աստիճան կլինի, ես լուր չեմ խոսում, դու ըստ մեթեորոլոգը դասը եղանակ 21 17 բայց չեմ կարծում չէ շոկում մամ Ժողովուրդ ջան այսօր առավոտը մաման եկավ ասեց Անահիտ այս sense եղանակ չէին հաղորդել շատ շոկ էին հաղորդել Это նայեցի ապխեմիդի ատակ բայց դու չէիր նայ դու ասեցիր նայ բանին այդ ան ինչա քո այդ Երեք էի նայել Չէ դու նայեցիր մառախուղին ասել ես արևա Մոռացար առավոտը։ Այո, բայց անձրևել եկե։ Չէ, ասեցիր Անա, այդ ճաշից հետո արև ալնելու ես, արևի նշանա։ Ուժեղ մեթեորոլոգ ես, այմար դու լավ կանես։ Մենք ալդին իշնում ենք։ Չէ, իշտենք ինչ անենք, գնանք մի անգամից լեքլեխ, հա։ Հեչ։ Հեչ։ Դու մենակ ֆիրմա բաներ ես առնում, Սաթիկ ջան։ Հա, բայց ինչ անեմ բալա ջան։ Էլ ինչ ունեմ փորձնելու, էլ ինչ ունեմ մնալու։ Պիտի հիմա դու քեզ հարգես։ Այո, մամ ջան։ Այս տարիքը որ գալիս է, արդեն այնքան եմ էկոնոմի արի, հանուն երեխեքի, հանուն Այո, երեխեք ջան, ամբողջ տարին, որ մեզ տաներ արձակուրդ։ Ապրես, էկոնոմիա եմ արել, հավաքել եմ։ Շորերը մեր որ առնում էիր, որ ամեն ինչը գնա, որ լրիվ երեխեքին պատրաստի առնեմ։ Ասма, մի լավ խոսք է, ասма, կոպեկի 20 կոպեկին չափսոսողը 20 կոպեկ չարժի։ Yeah, это առաջին անգամ լսում։ Մաննա ջան, կասես Անահիտն էլի ասեց, ես գիտեի թե չէ, ես գիտեի ասма կոպեկից է փողը ստեղ։ Կոպեկից է գոյանում ռուբլի։ Բայց դա չէ լսե 20 կոպեկը ինչ մամ 20 կոպեկին չէ գնահատողը 20 կոպեկ չարժի։ Բա, տեսնում ես։ Պիտի կարողանաս գնահատես կոպեկը։ Որպեսզի կարողանաս ապրես, գոյատևես, ստեղծես։ Պիտի հարգես։ Ունենաս, այո, շատ ճիշտ ես ասում։ Պիտի հարգես։ Այդտենց էլ ես դե մեծ գերդաստան էր երեխեքով ամենջով պիտի ամբողջ տարվա մեջ կարողանայի այն բանը որ կարելի էր էկոնոմիա անել անում էի որ հավաքում էի որ իմ երեխեքին ամառվա մի ամիսը որ լավ հագցնեի շորերը դպրոցական ամեն ինչը տեղին դա ինչից է գալի դա գալիս է որպես բնական տնտեսագետ կարող է գնել տակը Մի չեր նայում ես իրանից գոհա, որոջի դու ով ես որ կանգնի։ Մամ, իսկ մի հատ հարց տամ քեզ, այն ժամանակներում սովետական միության ժամանակ Լենինգրադում էր նույն ապրանքը ոնց որ Մոսկվա։ Հա, ինչ։ Հա, էլի տեն շորերենը, բանը էլի կա։ Ես այդ շորերը դերեկը այդ լավանտի Լենինգրադից էի առնում Անահիտ։ Հա, Մոսկվայում այդպես վիբր չկար։ Լենինգրադում ավելի շատ։ Շատ։ Հետո էլ ես Լենինգրադ գնացել, բայց խանութներ չեն գնացել, Մոսկվա ենք ավելի շատ գնացել խանութ։ Չէ, Լենինգրադ ամեն ինչ է։ Նևսկի պրոսպեկտի վրա, Նևայի ափին, Նևսկի պրոսպեկտը կար, ամբողջ գում, դες բաներ, գում չկար, բայց դե խանութներ էին ընտիր։ Մարդ միացել են որ ասես, ասա որ աշխարհում ամեն տեղի թանկացել է։ Մարդիկ գիտեն մենակ Հայաստանում է թանկացել, Ռուսաստանում Դու ապրանքը գալիս է Հայաստանում մեծ մեքենաներով ապրանքը բերում են Ռուսաստանից են բերում, Եվրոպայից են բերում, Աֆրիկայից ամեն տեղից գալիս է ապրանքը։ Դրանց վրա տաքս են դնում, դրանց վրա իրանք են մտնես։ Չէ, ոչ ոք։ Բանը այդ քանի տարի առաջ ու հիմիկվա, մամ, այդ կորոնայից առաջ ու հիմիկվա տարբերությունը շատ է։ Դու տեսնում ես ինչ տնտեսական պայքարը կռիվը։ Հասարակ բան ասեմ, պատերազմի տարի էր։ Մենք ամառը գնում ենք հորեղբորս գյուղը։ Հա։ 2 ամիս, 3 ամիս հանգստանում ենք այնտեղ։ Ուրեմն աշտարակից էշերով, քտոցներով խաղող էի բերում։ Քո հորեղբոր գյուղը ապարանն է, չէ՞։ Չէ, ապարանը չէ, Եղվարդից վերև։ Եղվարդից վերև է, Սարալանջը, Սարերի դոշի, բանի Արագյուղի վերև, Արասարի լեռան տակ։ Ուրեմն այնտեղ էլ ոչ բացի ցորենից Գարից, Հաջարից, Սիսերից ուրիշ մի բան չէր լինում այդ գյուղում, որտեղ քամի էր, սարներ, ջուր չկար ավելի ճիշտ ասեմ։ Եթե երբ որ վերջում ջուր քաշեցին, արդեն բոլոր այգիներ դրեցին։ Կարտոշկա էս։ Ամեն ինչ դրեցին արդեն, ծառեր տնկեցին, չէ՞ որ ջուր է պետք որ բուսականությունը աճի։ Ուրեմն այդ աշտարակցիկը բերում էին քտոցներով խաղողը, ցորենի հետ փոխանակում էին անում։ 2 ցորեն, 1 խաղող։ Վայ, հասկացար 2-1 ցորեն 2, Այսինքն խաղողը դնում էին,
խաղողը դնում էին այս ամանի կշերքի կողմը, ցորենը լցնում էին։ Երկու անգամ պետք է այդ խաղողի չափին ցորեն ծանրել, ուրեմն խաղողը ավելի թանկ էին ծախում, բայց ցորենն էժան էր։ Խաղողը ամեն րոպե չէին ուտում այդ մարդիկ հաջա։ Հետո վերջը շատ էին բերում, մենակ խաղող, մրգերել էին բերում, դամբուլ էին բերում, խաղող էին բերում, խնձոր էին բերում, վերջը մարդիկ փոխանակում էին իրաց ուտելիքները։ Դեղի թողումը չկար, միրգ չկար, մարդիկ ինչ էին անում, իրան դեղի ցորենը ռայոնից ամենալավ բերքը դեղ էր լինում։ Հասկացար, դաժե աշխարհին 8 կիլո, 7 կիլո, 8 կիլո բերք էին տալիս։ Այդ կան դες որ դեղ շատ լավ էր լինում։ Հետո մարդիկ ինչ եմ ուզում ասեմ, արևտրո էին անում անայջան։ Նրանք իրաց խաղողը բերում էին ցորենի դեին փոխում իրաց ցորեններ պետք։ Այնքան էին ծախում, որ դաժե տանում են իրաց ցորենը ծախում վաճառում էին։ Ջոգում ես, բայց եթե մեկին երկուս այդ մարդը փոխի, Չէին վաճառում, մարդիկ էլի աշտարակը բարեկամներն էին տալիս։ No, տան մեջ ջրաղաց աղում էին, ալուր էին անում, հաց էին թխում մարդիկ, իրանք էլ իրաց լավաշը։ Բայց աշտարակի շրջանում այդքան ցորեն բան չէր լինում։ Ման ձեր գյուղում կար հատուկ այդ աղացներ։ Ժողովուրդ, երկրորդ սմենը սկսեց իմ աշխատանքին։ Մի բան պատմեմ, լավ ծաղացեք։ Ուրեմն մի հատ իմ մոտիկ ընկերուհիս կեսուրն է, լավ տատիկ է շատ, լավ կին է, շատ լավ կին, աշխատող, բան այդ, ամբողջ կյանքը գյուղատնտես ա եղել, աշխատել ա եւ այլն։ Բայց իրա նման, այդ կնոջ նման, ինչ ասեմ, չկողնորոշվող անձնավորություն չկա, նես չի որ մեծացել ա նոր, ջայլ վախտել մի բան չի եղել։ Ուրեմն երեխեք պատկերացնում եք ինքը արդեն մի տարիներ իմ մոտից է շորեր գնում, արդեն այն աստիճանի գիտեմ, որ նախորդ որ նայում ասում եթե փոխել ես, չերևաս իմ տունը, ինքն էլ ծիծաղում ուշքից գնում է, ոնց գնամ ժողովուրդ, ոնց գնամ, սենց գնամ կարողա կորեմ, գիտեք, դե լավ եկեք սենց գնամ, ասա ուր պիտի կորես անայդ, հա, եթե սենց ուղեղ չէ ծաղպի թեքվեմ հա։ Ուրեմն ասեմ ձեզ բանը եկավ նվեր էին արել իր աղջիկն ու հարսը 300 եվրոյի նվեր էին իրեն արել տվել նոր տարվա համար դե նոր տարվա նվերներ են տալի ինքը զանգեցին ինձ ասեցին քարտ մի հատ դու ասի հա ոսոր խանութներից քարտ ես գնում քարտը տվեցի վերջը պիտի գա որ շոր իրան գնի ու պրիտոմ շաբաթօր 50-ամյակն է իր ծանոթ բարեկամներից մեկի անմիջապես նենց ուզեցավ անի որ գա գնի ինքը շորը ուրեմն բավական չի որ ինքը պետք է շորը գնի նախորդ գիսյան ասեցի եթե դու լավ ծիծաղում ուշքը գնում է դե ես բնականաբար ամեն մարդու չեմ ասում բայց ինքը քանի որ իրան լավ եմ ճանաչում ասելիսի քեզ ինչ եմ ասում ինչ որ դու ընտրում ես պիտի վերցնես ու նենց բաներ եմ ընտրել տվել իրեն որ դա անհնարին է հետ տալ ուրեմն պատկերացրեք երեխեք հələ ինքը շորերը չի ստացել դեռ չի փորձել շորերը արդեն այսօր ինձ երեկվանից ինձ զանգում ասում է մի հատ ոնց անեմ որ հագնեմ մարդ ես կարողա հետ տամ եւ բանը եւ ուրիշ բան պատվիրեմ որտեղ հասցնեմ որ կարողա շաբաթօր նետի հագնեմ ասեցի լրեցի ինքը կողքից ինքը սկսեց ծիծաղալ հեռախոսից այն կողմի այն ծայրից եթե ասեցի դու այս շորերի մեջից մեկ շորից ավել հետ ես տվել չեմ վերցնելու ծիծաղում ուշքից գնում է բայց ես կատակով եմ ասում իհարկե որ վերջը հարսը զանգել էր ինձ մի ծիծաղալ էինք ծիծաղում աղջիկն ասում է ես ոնց վարվեմ ասում լավա գենետիկան քեզ չի կպել ուրեմն երեխեք պատահաբար մի հատ հաճախորդ է գալիս սկսում է հագնել բան եւ այլ ու խոսքից խոսք ասում է որ ես իրա քրոջ աղջիկն եմ ժողովուրդ եթե դա իրար ինչ ասեմ ֆոտոկոպիան իրա այսինքն դա գենետիկա է որ իրանք չեն որոշում մեր լենականցիների նման ասում են գյալու գետ գյալու գետ էլի յա գյալի յա կիլտա յա կյուգա յա կիրտա բնությունը ցույց տամ շատ եք սիրում զանգից այսօր ասեցի ես երեկոյան կգամ գիտեմ որ իրանք ժամը 7-ին հաց են ուտում զանգում եմ չի պատասխանում ջղայնած ասի կարող եմ այ ժամի գիշերվա 9-ին գնամ Սերժն ասեց գնա երևի դուրսն է հավ ունի բան էլի տենց հա վերջն է իմ ինչ ասեմ իմ ուրախությունն է այդ կին երեխեք ակար չմտածեք ջղայնանում եմ իմ ուրախությունն է ես նախորդ գիտեի որ ինքը պիտի շորերի ահագին շորեր հետ տա դրա համար երկար մտածելով ասեցի ուշադիր եղի այդ արահետն է ուզում ցույց տալ եթե չեմ սխալվում
ստեղից եմ թեքվելու, նո, մյուսից, հա, ստեղից եմ թեքվելու, մարդիկան ասում են, անա այդ նավիգատոր չկա, կա նավիգատորներ չի օգնում, ժողովուրդ ջան, ոնց կարող է օգնի նավիգատոր, նայեք, այս ճանապարհները, նավիգատորն ասում է, դուք արդեն ասել եք, գալիս կանգնում ես 1 տուն, 2 տուն, 3 տուն, որն է այս տներից, որ մեկն է, ոչ համար կա, ոչ է, այնպես որ սիրելիներս հանկարծ ինձ չմեղադրեք, չեմպիոնկա մира, օլիմպիադայի, Անահիտոչկա, կորելու էլի չեմպիոն, վերջը տենց բաներ էլի, նայեք ես գեղեցիկ բնություն, արդեն որ սկսում է կանանչել, այսօր մամայի հետ գնում ենք, ասեմ, մամ ոնց է կանանչել, արդեն սկսում եմ սիրահարվել ես այս բնությանը, ես տենց էլ չկարողացա գնամ, ձեզ տուրիզմ տանեմ իմ հետ, բնականաբար ցուրտ էր, հիմա էլ տաքացավ եղանակը, բայց ես աշխատում եմ արդեն սիրելիներս, իմ ամենաբուրը շաբաթն է, վաղ ունեմ կլիենտ, չորեքշաբթի ունեմ տունը նորից և շաբաթ, կիրակի, երկուշաբթի, 2, 4, 6, 8 հոգի պիտի կան։ Դեարի Անահիտ ու մի գժվիշ։ Հիմա ես եթե չեմ սխալվում, այն օրը ուր էի գնում ես, որ էտ կինն ասեց, ուր ես գնում, սենց պիտի թեքվես։ Նո, սենց, հա սենց, ահա, պիտի հիշեմ, ես հիշողությամբ պիտի գնամ, հլը մի հատ ես գեղեցկությունը նայեք, Ասեք անա, այդ ինչ գեղեցկություն, բանի, այդ անուն ինչա, ծիտիկների ու ճանճերի ծերտիկներն ենք նայում պատուհանի վրայից, օլոլո, ես ինչ քարքրոտ ճանապարհ, այստեղ նայեք էլի, սենց նայեք, սենց ստեղ նայեք, լավ քարքրոտ ճանապարհներ չանեմ։ Պատկերացնում եք երեխեք, սենց այս ճանապարհը, այս ճանապարհով մարդիկ ոտքով մի գյուղից մի գյուղ են գնացել։ Դրա համար են երկար ապրում։ Հիմա պատկերացնում եք, ես եթե ուզենայի, ցանկանայի, 3 կիլոմետր կլինի, ինչքան կլինի դրա իրաստուն, երևի մի 5 կիլոմետր, երևի ես 5 կիլոմետր կարող էի ոտքով գալ, լավ գալը եկա, բա գնալը, մեկ ես տեղից մի հատ աղվես դուրս կար կամ գայլ, պատկերացնում եք, Անահիտ, արի ու մի գժվիչ գեղեցկություն, հա, այս ճանապարհներն է, կողքը ձոր, куда идем мы с пятачком, большой секрет, девчатки мои. Այ, ժողովուրդ ջան, այս են ժամնա, որ պիտի ես արդեն նստեի և հեռուստացույց նայել, բայց արի ու տես, մեր այդ չարաճճի տատիկի պատճառով պիտի գնամ իրատուն, մեքենա չի վարում։ Բարև ձեզ սիրելիներս, բարև ձեզ իմ հայ ժողովուրդ, իմ սիրելի կանայք։ Ասեմ ձեզ, որ քանի որ իմ բլոգներն արդեն մի քանի օր առաջ պատրաստած է և ես չգիտեմ, թե որ բլոգը դուրս կգա, մի քիչ ուշացումով, բայց մեծ սրտով և ինչ ասեմ, ամենայն հրաշալի գեղեցիկ մաղթանքներով ցանկանում եմ ձեզ իմ հայ կանանց շնորհավորեմ մայրերի տոնի առթիվ։ Եվ գիտեք ինչ ամենակարևորը որն է, ամենակարևորը որ մայրերի տոնը իմ համար դա երևի թե ամենակարևոր տոներից մեկն է։ Թող չնեղանան հայրերը իրենց տեղն ունեն տատիկներն իրենց, պապիկներն իրենց։ Գիտեք ինչ, երբ որ մարդիկ կան հարցնում են ինչ դիպլոմ ունես, ձեր մայրը ինչ դիպլոմ ունի, դուք ինչ դիպլոմ ունեք։ Իմ համար մոր մասնագիտությունը դա միայն կարող եմ ես համեմատել ամենամեծ տիրոջ հետ մասնագիտություն, որը որ ունի մեծ գնահատական, մասնագիտություն, որը որ դիպլոմով չես կարող գնել, մասնագիտություն, որը պետք չի սովորել 10 տարի, 20 տարի ասպիրանտուրաներ եւ այլն։ Մասնագիտություն, որը որ գնահատվում է բոլորի կողմից։ Եվ գիտեք ես ինչ եմ ցանկանում, ես այսօր
ապրիլի 7-ի կապակցությամբ ցանկանում եմ այն կանանց, այն աղջիկներին, մեր լավ աղջնակներին, աղջիկներին, ովքեր որ սպասում են սրտադրոտ մայրանալու, թող Մայրամ Աստվածածնի ձեռքը իրանց գլխին լինի եւ իրենց որովայնի վրա, որպեսզի իրենց այդ երջանկությունը կատարվի։ Գիտեք ինչ շատ ծանոթներ ունեմ, որոնք ինձ ասում են, ես որ իմանա, ես չէի ունենա, որովհետև անհաջող սերունդ է լինում եւ իրանք սկսում են, դե ես հայերի մասին չի խոսքս, վրացիացիների մասին է խոսքս, ես չէի մայրանա եւ այլն, դա մեր ձեռքը չի, դա Աստծո ձեռքն է, խնդրենք, աղոթենք, այո, մայրը դա մի մասնագիտություն է, որը որ չկա աշխարհում, չկա այդպիսի մասնագիտություն։ Մայրանալը դա մի, ինչ ասեմ, մի հրաշալի բան է եւ ես ցանկանում եմ այս հրաշալի օրով շնորհավորեմ բոլոր մայրերի տոնը եւ ցանկանամ որ իրանք երկար տարիներ լինեն իրենց երեխաների գլխին եւ իրենց երեխաները երկար տարիներ շուռ կան ասեն մամ ջան, հա ջան, սիրում եմ քեզ եւ ամենակարևորը ցանկանում եմ այսօր որ բոլոր գեղեցիկ աղջիկները կանայք, աշխարհի բոլոր, ովքեր որ ցանկանում են եւ չեն մայրանում, մայրանան։ Դե ինչ սիրելիներս, հիմա շարունակեմ իմ բլոգը, ես ժամը մեր մոտ առավոտյան ժամը 9 է, ես հանդարտվեցի արագ եւ այսօր սիրելիներս, ինչպես դուք երեկվա բլոգի մեջ տեսաք, մեր օիմբաս տատիկն է գալու։ Տարածվեցի իր շորերը, ինքը չէր մեքենա վարում, բայց հետո ինձ ասես փոխել եմ միտքս, պիտի իր կուզինի հետ գա իմ տուն։ Մտում մի օիմբազը հերիք էր, երեխեք ջան, օիմբազ տատիկը, երկրորդ օիմբազ տատիկն է գալիս։ Հիմա ես որպես այդ օիմբազները իրանք ահավոր, ինչ ասեմ, չկողմնորոշող մարդ է այդ մեկը, կուզինի մասին չգիտեմ, ես որոշել եմ ճաշը պատրաստեմ հիմա, որովհետև չեմ կարծում, որ իրենք ժամը 12-ին կգնան դեռ, մինչև 12-ը նրա համար պետք է ժամեր է պետք որպեսզի ընկընտրի։ Հիմա ես այսօր որոշեցի, երեկոյան եմ մտածել, որոշեցի պատրաստեմ հաճարով փլավ, երեք մամայի հետ խոսում ենք մեքենայի մեջ, հիշեցի, սոխարածով, քանի որ երեխեք ես այսօր կշռվեցի եւ զգացի, որ դա նորմալ երևույթ չի, դրա համար աշխատում եմ մի քիչ ուտել հավասարակ շռված, բայց ինչ անում ենք, էլի չի օգնում, աբսոլյուտման իմ միակ, ինչ ասել, դվիզը, որ ես պետք է պահպանեմ եւ պահպանում եմ, անխլեղոպա, այսինքն ուտելիքների արագում ոչինչ չի գնում իմ բերանը, ես չեմ ծամում, ես միայն ջուր եմ խմում, ժամը առավոտվա 8-ին ես նախաճաշեցի, մինչև ժամը 12:30 ոչինչ չի գնում իմ բերանը, այսինքն ես միայն ջուր եմ խմում, 12:30-ից մինչև երեկոյան 6-ը, ես աշխատում 6-ից շուտ 6-ին, էլի ոչինչ չի գնում, ես մեկի ժամը 6-ին ուտում եմ իմ ճաշը եւ վերջ, ընթրիքը։ Բայց դե չի աշխատում էլ, ինձ թվում է դե գալիս է մի տարիք, որ սենց պլոմվում մնում այդ քաշը, բայց դե ոչինչ չեմ բողոքում, առողջ լինենք, ամենակարևորը առողջությունն է, ամենակարևորը եւ ամենալավ եւ վատ կողմերից ինչն է։ Իմ ես բարձրահասակ եմ, չի երևում, վատն է, որ բարձրահասակ եմ, չի երևում։ Գրողը տալի, չո это такое։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ ցանկանում եմ ամեն անգամ իհարկե շաբաթը մեկ ես բարի գալուստ եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր գրանցրել են Անահիտ վլոգ, բարի գալուստ բոլորիդ։ Ես ուրախ եմ, որ դուք միացել եք մեր թիմ, քանի որ մենք անվանել ենք, հենց ի սկզբանե ես անվանեցի սա թիմ, որովհետև գիտեք ինչ, յուրաքանչյուր ինչ որ մի ընտանեկան ալիք դա համարվում է ոնց որ ընտանիք։ Բայց քանի որ ես սպորտսմեն եմ եղել, որոշեցի ինչու՞ չէ լինի թիմ եւ մենք այս մեր թիմը շատանա իհարկե որակով, ոչ թե քանակ ինձ պետք չէ եւ ինչ շրջապատել միայն լավ մարդիկ, դրական մարդիկ, դա կապ չունի թե դուք ինչ մասնագիտություն ունեք, ով եք եւ ինչ եք։ Գիտեք ինչ, նույնը ինձ մեկը մի բան հարցրեց YouTube-յան ալիքի կապակցությամբ ինչ եք կարծում դուք այս YouTube-յան այս հարթակը շատ մարդիկ կան եւ այլն ես դրա մասին կանդրադառնամ, որովհետեւ դա շատ հետաքրքիր եւ ցավոտ թեմա է։ Իհարկե գիտեմ շատերին այս կոնտենտը դուր չի գալիս, քանի որ կոնտենտը որտեղ որ կա ավելի շատ ընտանեկան երեխաները գալի գնում են, գիտեմ, ձեզ դա է դուր գալի,
Բայց ոչինչ, մնացեք իմ հետ եւ կտեսնեք թե ձեզ ինչ սյուրպրիզներ են սպասում շուտով, բավականին հետաքրքիր սյուրպրիզներ ձեզ կսպասեն շուտով, չեմ ասում շատ շուտով վաղը, բայց կտեսնեք, որ արդեն օրերը տաքանում են եւ մենք բավականին հետաքրքիր, ես չեմ հանկարծ չմտածեք թե դա YouTube-ի համար եմ անում, սա ուղղակի իմ առօրյան լինելու, ես ձեզ իմ հետ կվերցնեմ։ Եվ ես այդ թեման կանդրադառնամ այդ թեմայի շուրջը, YouTube-յան, այդ հարթակի, մասնագիտություն, ինչպես են մարդիկ ոնց են իրենց վերաբերվում այս տիպի մարդկանց, այն տիպի մարդկանց եւ այլ, դա շատ հետաքրքիր եւ ցավոտ իրականություն է, ցավալի է, բայց դա իրականություն է, դա եղել է, կլինի, եւ կլինի, որովհետեւ այսօր մենք ոչ մեկին չենք կարող ասել, բայց դու ինչի ես նրա հետ լավ խոսում, իմ հետ վատ խոսում, որովհետեւ ինքը բարձր է, ինքը ունևոր է, ինքը մասնագիտություն ունի, իսկ ես գյուղից եմ։ Այդ դրա մասին կանդրադառնամ եւ ուզում եմ ասել նոր հետևորդուհիներին եւ հետևորդներին, որ իմ բլոգների իմաստը դա է, որ ցույց եմ տալիս մի կնոջ, ես ինձ, ով ապրում է Ֆրանսիայում, ծնվել է Երևանում, մեծացել է Երևանում Սովետական միության ժամանակ, սպորտսմենուի պրոֆեսիոնալ, խաղացել եմ բասկետբոլ, վայելել եմ փառք, որ կցանկանամ բոլորը վայելեն, եւ հետո խաղացել եմ 10 տարի Ֆրանսիայի լավագույն բարձրագույն խմբերից մեկում, ներկայացրել եմ Հայաստանը եւ իմ բլոգների իմաստը նա է, որ դա կապ չունի, թե դու այդ րոպեին բարձունքի մեջ ես, թե դու այդ րոպեին ասենց չկերտավոր ստար ես համարվում, աստղ պետք է մարդկանց արհամարես եւ մտածես, որ դու ով ես, որ ես քո հետ ինչու պիտի խոսամ, ոչ, աղջիկներ ջան, տղաներ ջան, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ժամանակ կունենա բարձունք, դա էլ է փորձ, Աստված ձեզ փորձում է, տեսնի թե դուք կմնաք հասարակ, թե դուք ասել մեր Знаменитый Ջեմիկին, ֆիլմ, սերիալ, որը ես ուղղակի պաշտում եմ, չլոջ է ասել լեննականցներին, ծնողներս լեննականից են եղել, շատ հետաքրքիր պատմություններ ամայրիկը պատմել, եթե կցանկանաք կարող եք մտնել նայել դեպի գնալ հետ, ես, եթե չեմ սխալվում, ես արդեն տվեցի անունը Լուիզա Մարտիրոսյանի, եթե չեմ սխալվում, ինքը շատ ցանկացա, որ իր անունը տամ, բարև Լուիզա ջան, ես նաև տեսնում եմ, որ մեր բոլոր իմ հետևորդները շատ գեղեցիկ կոմենտներ են գրում, ես կցանկանամ նաև Ասմիկ ագրված, որը որ շատ վաղուց մի ամիս երևի կլինի, որ մտել այն թիմ եւ մեր թիմ հադոնտ իմի չիթրա եւ բավականին հետ է գնացել եւ նայում է իմ հին վլոգները։ Ես ուրախ եմ դրա համար։ Գիտեք ինչ, ես ել եմ դες ասում, մարդիկ կան, ես քայլում եմ իմ բրենդն եմ ցույց տալիս, քանի որ բոլորը գիտեք, որ ես ունեմ այդ հնարավորություն եւ աշխատում եմ ֆրանսիական այդ կազմակերպությունում, մարդիկ կան չեն հասկանում եւ կարող է մեկը միացած մտնի մի հիմար բան գրի, ոնց որ մեր Անի Քոչարն էր գրել իր ինչ որ մի ստորիի մեջ, որ ես ապշած եմ մնում, որ մարդիկ առանց կարդալու, առանց իմաստի մի հատ ուղղակի sense կներեք, բայց այդ բառը տեսեմ բրտիկ գրում ու գնում են նայեք, եթե չեք իմանում, թե այսօր այս կինի, ես երբեմն որ բացում եմ տեսնում, ասում այսօր այս կինի, մի հատ նայում տեսնեմ, հետ եմ գնում մոտավորապես կամ այս տղամարդը կամ ինչ որ մի բլոգեր եւ նայում ասում չէ, սա իմս չի, ես ավելի լավ անցնեմ առաջ։ Եվ ամենակարևորը ձեզ մի բան ասեմ, կոնտենտները տարբեր են լինում, ճաշակներն են տարբեր լինում։ Դա չի նշանակում, որ ինչ որ մեկը նայում է ինչ որ մեկի, իր ճաշակն ընկավ։ Ոչ։ Մարդը նայում է խղճալով, մարդը նայում է ուղղակի սովորելով, մարդը նայում է լիճ նայելու համար, ուրիշ ոչինչ չունի նայելու, մարդը նայում է որտեղ այնքան լիբապիտնի է հետաքրքրասել, տեսնես ինչ կերան, ինչ արեցին, ես հիմա մտավ իր տունը եւ այլ։ Մարդը նայում է որ տեսնի սովորի, ասի, սպասի, կարող ես ես երկիր գնամ, ինձ պետք է լինի, ես գնամ, մտնեմ եւ այլ։ Մարդը նայում է ճաշակն է բարձրացնում, այնպես որ սիրելիներս, եկեք չդատենք, ոչ մեկին չդատենք, որպեսզի չդատենք, որովհետեւ այս կյանքը բումերանգ է, ես դες ասել եմ եւ կասեմ։ Հիմա սիրելիներս, ես անցնեմ իմ գործին, երևի այսօր ճաշից հետո մոռացած եմ, ճաշից հետո մեկ ուրիշ կլիենտ ունեմ, որը որ ինքը շաբաթօր ես բավականին մեծ պրեզենտացիա ունեմ, եւ այդ կին արդեն երկրորդ անգամը չի կարողանում գալ, որովհետեւ շաբաթօր ինքը աշխատում է, երեք մեսաժեր ուղարկի, Անահիտ կարող եմ գալ քո տուն, ասեցի avec plaisir, ինքը շատ արտակարգ կին է, ես իրար շատ եմ հավանում, շատ ծանր, շատ
լավ մարդ է, լավ մարդ, գյուղացի է, գյուղատնտես է, իր ամուսնու հետ ինքը նաև աշխատում է բանում, մեծ սուպերմարկետում, բայց իր ամուսինը մեծ ֆերմա ունի, ամուսինն էլ օգնում, ես այդ տիպի մարդկանց հարգանքներ ես, որովհետև դուք չեք պատկերացնում, թե ինչքան դժվար է իրանց աշխատանքը, բոլոր աշխատանքն է դժվար, բայց գյուղատնտեսի աշխատանքը դժվար է ամեն տեղ աշխարհի եւ Ֆրանսիայում գիտեք ինչ դա ցավալի, որ աշխատում են եւ ստանում են շատ փոքրիկ թոշակ։ Ինչ եմ ուզում ասել, դրա համար ես իրենց հարգում եմ բոլոր գյուղացիներին եւ իրանց շատ սիրում։ Եվ գիտեք ինչ կան գյուղացիներ, որ նստում հետը խոսում ես, հազար ինչ ասեմ, ավարտածների հետ չես փոխի, իրանց խոսքը, իրանց ծանր, իրանց ճիշտ պահելը, տարբեր են, շատ մարդիկ կա տարբեր քաղաքում, կան տարբեր մարդիկ, չմտածեք, թե քաղաքում միայն բանը, ինչ ինտելեկտով շատ գրագետ ոչ, no, իմ հետ չհակաճառվեք այդ թեմայով, որովհետև ես շատ եմ բախվել եւ գյուղացիների հետ, եւ ռայոնի ապրողների հետ, եւ քաղաքի եւ բարձր խավի եւ այսպես ասած ճակետավոր, որովհետև իմ համար բարձր խավ չունի, բարձր խավը իմ համար դա կապ չունի, օրինակ ես շփվել եմ մեկ էլ ով արիստոկրատ է, բացարձակապես չեմ իմացել, որ ինքը արիստոկրատ ցեղից է, ասենք այդ որ գալիս է, դ չեմ ամինչ։ Դրա համար սիրելիներս ամենակարևորը այս կյանքում լինել հասարակ եւ այնպես անել, որ դիմացինը ասենց այս սահարվի ասի, ես չէի պատկերացնում, նույնիսկ մարդիկ կան դեռ լավ մարդիկ։ Դա ինձ թվում է խելքի հետ է կապված։ Խելացի մարդը երբեք չի ասի, «Я լիչու»։ Հիմա ձեր հետ խոսացի սիրելիներս, ես հիմա այս ինչ եմ անում, հաճարը այսքան է եղեք, 120 գրամ կշարեցի։ Пожалуйста, սոխը սնգա։ Ուրեմն միս եմ հանել, սոխարած անեմ, հաճարը հեսա սպասում եմ մաման քնած է, մաման արթնանա, գնամ հարևանումս մոտից մի քիչ էլ հաճար բերեմ, շատ մտածեցի բրինձ անեմ, հետո ասեցի չէ, հաճարը ավելի հաճելի կուտրի եւ նորիկով եւ վարունգով սալատ աղցան պետք է պատրաստել, պղպեղով, սա ես հիմա հանեմ, որպեսզի չմոռանամ եւ կարմիր սոխ գրամ բերել, որովհետեւ աղցաններին ես սիրում եմ կարմիր սոխ։ Պետրուշկա ունեմ, մաղադանոց, մաղադանոց ունեմ նաև երեք վարունգ վարը, բայց ես վարունգով կանեմ, պղպեղում եմ, վարա, ոչ մի ավելնոտ բան, սա իմ աղցանի և կարմիր պղպեղի, կարմիր սոխի ևս։ Ես տեսել եմ շատերը ամեն մի աղցանի մեջ, սենց թեկուզ մեր հայկական աղցանների մեջ, սխտոր։ Երեխեք, մի բան ձեզ ասեմ, սխտորը լավ բան է, բան չունեմ ասել, շատ հայերի եմ տեսել, որ սխտորը օգտագործում է, սխտորը ընդհանրապես ամեն ինչի մեջ ռուս ազգն է օգտագործում, ինչ եք նմանվում, սխտորը օգտագործում ենք, այո, շատ լավ բաների վրա օգտագործում ենք, օրինակի համար ես ճաշ ես պատրաստում, ասենք են բանով այդ սմբուկով, պղպեղով եւ այլն, այո, լսնում ես սոխը ճաշային մոմենտը, բայց սալատի մեջ, հա, բադրիջանով սալատները, որ մեկ-մեկ անում եմ կամ են, որ մեջը պանիրով, հա, բայց սենց հայկական մեր ես սալատ, աղցան ես, պամիդոր, վարունգ, պղպեղ, դրա մեջ ով է այսքան վաղ դրել բան, անուրջան, սխտոր, մակասեք անայք մենախոսյապես բաղված, այո, այս սարուշկս մորացել է իր վեյնաշապիկս երեխեք, իմ այս տարվա հավակացյունյան նենց լավ է, որ այս տիպի բաներ ես հակնում, կարիք չունես փորդ հետ կաշես, թողնում ես, ասում ես, գնա եղբայր, ման արի քո համար, չի երևում քո վեյնաշապիկի տակից, ես ի վրա ծիծաղում եմ, ինչ կա դրա մեջ, ոչինչ, ամենակարևորը, ուրախ, զվարդ, ես գնացի են օրը, Կարլայի համար վերցեցինք հաճար, իմ համար մորացա վերցեմ հաճար, ինձ թվում է թե ես ունեմ, ոչինչ, ես ոնց որ թե մաման ձայնը լսեցի, դնամ մի հատ տեսնեմ սատիկը արթնացել է, եթե արթնացել է իմ սատիկը, ուրեմն ժողովուրդ ջան, շատ էլ կհետաքրքրի, Անահիտ ինչ արեցիր քո տղայի տված նվերը, մերգրամ դրա կյանքին,
տարա որ փոխեմ մեծ էդի մի քիչ փոքրոտ, էլի մի քիչ մեծոտ էր, եւ ես գնացի, ես գիտեի ճիշտ ասած, որ համար առաջին, երկրորդ, երրորդ բոթասների ֆիրմաները, բրենդները քայլելու համար։ Դες մի բան պետք է ասեմ, իհարկե, եթե կցանկանաք։ Ես իմ ծնկերը ամեն տարի մի անգամ գեր եմ ուղարկում, 2-3 ասեղ ամեն մի ծնկի վրա ապրիլի 28-ին ես ունեմ պայմանավորվածություն, ուրեմն պատկերացնում եք, նստած է այդպես ինքը պատրաստում էր արդեն լրիվեց ասեղները եւ այլն, ասեցի այդ մարդը նայեց, ասեցի ձեր բոթասների ֆիրման ես ճանաչում եմ խիրուրգին։ Ասեցի իմ կլիենտներից մեկը ինքը թխայ է անում, այդ որ անտանում վազում էր այդ սպորտը, ինձ խորհուրդ տվեց, ասեց շատ լավ արտիկուլյացիայի համար եւ այլն։ Չնայած Nike-երի մոմենտով էլ կա տենց էլի, դրան այս մարդը ասեց, գիտեք, ասեց, Անահիտ, ես շատ բաներ եմ փորձել, ինքն էլ է վազող էլի, ասեց, ես քեզ խորհուրդ կտամ քո ծնկերիդ համար, քո արտիկուլյացիայիդ համար, այս ֆիրման վերցրա, որովհետեւ սա շատ լավն է։ Երեխի ջան, ասեց, բայց երկու ռազմեր մեծ կվերցնես։ Արդեն ես փոքր չեմ հագնում, խոսքի 37 վերցնես, 39 վերջը։ Երկու ռազմեր, ասեց, դաժե 2-3 ռազմեր, որտեղ ինքը բավականին փոքր է։ Եկա պատվիրեցի այդ փոքրոտ եղավ։ Բայց քանի որ ես շատ շուտ անցյալ տարի, եւ այս տարի որ Դավիթս ինձ նվեր տվեց, ասեցի երեխան թող չմտածի, որ այդ ֆիրմայից ամեն խանութ չկա, ինտերնետով մտա, տեսա, որ պետք է գնել հոկա Բոնդի, հոկան հենց HOKA, այդ ֆիրման է, Բոնդի 8 կամ 9։ Ես չեմ հիշում որն եմ գնել, եթե չեմ սխալվում, ես 8-ն եմ գնել, թե 9, դա համար երկրորդն է աշխարհի մասշտաբով ամենալավ արտիկուլյացիայի եւ ծնկերի եւ քայլելու համար, ես պատվեր տվեցի։ Հիմա պիտի օրենքով վաղը չեմ իսօրը գա կփորձենք միասին, եթե իրոք ես գամ, քանի որ ես սպորտսմեն եմ եղել, ես գիտեմ, թե ոնց է ինքը ամորտիզացվում է քայլելու ժամանակ, ձեզ կասեմ, եթե նրանք ովքեր սիրում են քայլել, նրանք ովքեր ունեն պրոբլեմ ծնկերի հետ կապված, գալինաստոպների հետ կապված, խորհուրդ կտամ գնեք, որովհետև իրոք այդ խիրուրգը, որ ինձ ասեց, ես անընդհատ փնտրում էի, ասում եմ դե լավ կգնեմ, բայց քանի որ հիմա ես արդեն սկսել եմ քայլել, այն օրը նյու բալանսներով քայլեցի, ուրիշ նյու բալանս է, այդ Դավիթի գնացը չէր, ահա որ ոտքերիս այդ կոճիկների մոմենտը ցաված, որովհետև այդքան ամորտիզացիա չուներ, տապական։ Դրա համար որոշեցի գնեմ դա, գնել եմ ուղղակի սպիտակը, որ անգամ գեղեցիկ տաբատների հետ հագնեմ։ Ժողովուրդ ջան, կներեք զանգում էի, դրա համար եթե կցանկանաք դուք այդ բոթասների լույսը վարել, որտեղ ինձ մութուտ է բոթասների մոմենտով ինձ կարող եք ասել։ Եվ ամենակարևորն ասեմ, որ ես ոչ ռեկլամ եմ անում, ոչ մի պուբլիսիտե ռեկլամային մոմենտ չկա, ձեր համար եմ ասում, որպեսզի դուք էլ օգտվեք։ Տեսեք, օրինակի համար ես շատ հետաքրքիր բրենդներ գիտեմ, այս կախպելների կրունգով, բարակ կրունգով եւ այլն։ Եթե կցանկանաք, ասեմ, ես չեմ կարող օգտվել, որովհետեւ իմ համարը ոտքի համարը չկա, չնայած ես ասում ես չեմ ամանչում, ես 1.83 է իմ հասակը եւ ես հագնում 42, 41.42 կոշիկներ կան, դաժե 42-ը փոքրոտ լինում, բայց նորմալ է, դուք պատկերացնում եք, ես հագնեի 39, 40 կամ 38, մեջքի վրա կընկնեի, ոտքը պետք է համապատասխանի մարդու տվյալ հասակի հետ, օրինակ ես առաջ փոքր 40.41 էի հագնում, հիմա դե բնականաբար որ դու գիրանում ես, ոտքի հետ էլ է մեծանում, բայց ես դրանից չեմ նեղում, որովհետև դա սերավի։ Հիմա ես այսօրվանից պետք է սկսեմ չափել ձեթի չափաբաժինը, քանի որ ես այս հաճարը մտածում եմ մենք կուտենք 4 անգամ, ես 4 ճաշի գտա ձեթ կանեմ։ Հիմա գնամ տեսնեմ սա տիկ-տատիկ արթնացել է, իրա մոտից մի հատ հարևանությունից այս հաճար վերցնեմ եւ գամ։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ այսօրվա վլոգը, շարունակությունը կդիտեք վաղը, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ ամենալավը եւս մեկ անգամ մեր սիրելի կանայք, ձեր ապրիլի 7-ը շնորհավոր, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։